Շնորհակալություն, ես հարցս ուղղում եմ էկոնոմիկայի նախարարին, պարոն Քերոբյան, անցնող տարում 2022 թվականին մեր երկիր է ժամանել 1.670.000 զբոսաշրջիկ։ Միջնաժամկետ ծախսային ծրագրով եւ նաեւ մեր նախընտրական խոստմանը համաձայն մենք նախընտրական խոստման համաձայն մենք պետք է 7% տնտեսական աճ ապահովենք եւ դա նաեւ ենթադրում է մեր միջնաժամկետ ծախսային ծրագրերով, որ մենք մոտ 1.9 միլիոն զբոսաշրջիկ մոտավորապես որոշակի հաշվարկներով պետք է ունենանք 2023 թվականին։ Այսինքն մոտ 230.000 մարդ ավել, 220-230.000 մարդ ավել, քան այս տարի։ Կուզեի իմանալ նախարարությունը ինչ է անում այդ ուղղությամբ, ինչ կոնկրետ ծրագրեր կան, որոնք էականորեն փոխելու են իրավիճակը եւ Հայաստանը դարձնելու են ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար, եւ որպեսզի նաեւ այդ թիրախին էլ մենք հասնենք։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, համեցեք Վահան Քերոբյան։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Պապայան, իրոք անցած տարի Հայաստանը այցելել 1.670.000 զբոսաշրջիկ, ընդ որում պետք է նշել, որ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին մենք արդեն գերազանցել ենք 2019 թվականի ցուցանիշները, 3 հրապարակեցինք նաեւ հունվար ամսվա ցուցանիշը, Հայաստանը այցելել հունվար ամսին 159.000 զբոսաշրջիկ եւ դա մոտավորապես 30%-ով ավելի է, քան 2019-ի, այսինքն մեր ռեկորդային տարվա ցուցանիշը։ Այս տարի կառավարությունը զբոսաշրջության մարքեթինգի համար, այսպես ասենք, հատկացրել է զգալիորեն ավելի մեծ գումար, տրադիցիոն 200 միլիոնի փոխարեն այս տարի զբոսաշրջության զարգացման խթանման համար կառավարությունը 1 միլիարդ դրամ է հատկացրել, որը ուղղված է լինելու բազմաթիվ ճանաչողական այցերի, տարբեր տեսակի հրապարակումների, գովազդային արշավների, փառատոնների աջակցման եւ այլնի համար, եւ այդ ամբողջ աշխատանքը, այդ մարքեթինգային պլանը նպատակ ունի զբոսաշրջային հոսքերը ավելացնել։ Բացի այդ, դուք գիտեք, որ արդեն շրջանառվում է եւ ազգային ժողովին նաև ներկայացվել է զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագիծը, որը աշխատանքային կարգով քննարկվել է եւ դա կարծում ենք եւս մեծ ազդեցություն է ունենալու զբոսաշրջության ոլորտում ծառայությունների որակի բարելավմանը։ Մենք նաեւ խոշոր ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների զարգացման վրա եւ պլանավորում ենք դա եւս շարունակել, որովհետեւ գիտեք, կառավարության ծրագրով խոստացել են 20 զբոսաշրջային կլաստեր զարգացնել եւ այդ աշխատանքները հիմա ակտիվ ընթանում են։ Արձագանք Շնորհակալություն, ես իմ արձագանքը հենց կլաստերների մասին էր, կուզեի մի փոքր ավելի մանրամասնեք այս բանին ինչ վիճակ է եւ այդ 23-ի համար ինչ ունենք։ Դե գիտեք, որ մենք զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման ծրագրով հիմա ենթակառուցվածքային ներդրումներ ենք անում Գյումրիում, Գորիսում, Ջերմուկում եւ այլ համայնքներում։ Հիմա կառավարությունը արդեն Հանրային ներդրումային կոմիտեն ավելի ճիշտ նախնական հավանության արժանացրեց RNA կլաստերի հանրային ներդրումային ծրագրին, որը 70-ից ավել ներդրումային փոքր եւ մեծ ծրագրեր, որոնք ուղղված են լինելու ընդհանուր այդ կլաստերի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Շնորհակալություն։